Տիկին Կարապետյանց կխնդրեմ ձեր մեկնաբանությունը ներքին գործերի նախարարության արդեն հայտարարությանը, հա, արդյոք որևէ ուղերձ ունի եւ ընդհանրապես հայտարարությունը կարող է ազդեցություն ունենալ գործի ընթացքի ընդհանուր հանրային ընկալման վրա։ Գիտեք, եթե սա լիներ առաջի դեպքը, մենք կարող ենք ասել, որ պատահականություն է, որ միտում չկա, որ մտածված, ուղղորդված այսպես գործընթաց չի ընթանում, բայց ցավալիորեն մենակ ձեր եթերում մենք անհիշելի, անհաշվելի թվով խոշտանգումների բռնության հետ կապված արել ենք ասուլիսներ եւ շնորհակալություն ձեզ դրա համար եւ ամեն անգամ մենք հանդիպում ենք այս նույն հայտարարությանը։ Ես երևի շատ հին եմ, բայց ես անհիշելի ժամանակներից հիշում եմ այս հայտարարությունը, ասում եմ Արաֆիկ вообще ни в чем не виноват։ Եվ ամենատխուրը գիտեք ինչի մեջ է, որ մինչեւ քննություն իրականացնելը, մինչեւ քննության ավարտը բարձրաստիճան, բավականին բարձրաստիճան պաշտոնյաներ իրենց թույլ են տալի այսպիսի հայտարարություններ անել։ Սա մի կողմից անպատասխանատու է, ավելի գեղեցիկ բառ կա, բայց եթերային չի հարմար չի ասելը, եւ մի կողմից անպատասխանատու է, մյուս կողմից սա միջամտություն է։ Սա քննիչներին ուղղություն է ցույց տալի, թե որն է ներքին գործերի նախարարության համար ցանկալի, այսպես բաղձալի ուղղություն։ Ինչպիսին պետք է լիներ նախարարության արձագանքը հայտարարությունը այսպես։ Քննությունը իրականացվում է քննություն, տեղեկություններ կհայտնենք ըստ по мере поступления, հա, ըստ դրանց հայտնվելու բանով։ Բայց սա չի լինելու, որովհետև նորից եմ ասում, սա խոշտանգման առաջի դեպքը չի։ Եթե սա վերջինը լիներ, մենք էլի հանգոն մի քիչ հանգիստ կլինենք, ասենք լավ, վերջինն է, այսպես բան, բայց մի քանի օր առաջ ընդամենը նորից բռնությամբ, նորից ուժ կիրառելով, այս անգամ էլ կին են տարել, նորից նվաստա, այսինքն բոլոր գործողությունների մեջ կա մարդուն, քաղաքացուն, Հայաստանի Հանրապետության հերոսին, հարկատուին նվաստացման ճանապարհով, խոշտանգելու ճանապարհով տանել եւ ուժի ցուցադրմամբ տանել բռնության ենթարկելով, մի տեսակ ինքնահաստատվել ոստիկանության միջոցով։ Տիկին Կարապետյան, դուք ինքներդ էլ նշեցիք, հա, բազմաթիվ անգամ անդրադարձել ենք խոշտանգումների դեպքերին, այդուհանդերձ չեմ կարող կրկին նույն հարցը չհնչեցնել։ Ինչու են բռնությունները շարունակվում ոստիկանության համակարգում։ Այն դեպքում, երբ բարեփոխումների նպատակով ծախսված հսկայական միջոցների մասին մենք տեղեկություններ ունենք, հա, խնդրեմ, ինչու է այս արդյունքում քաղաքացի ոստիկան հաղորդակցությունը շարունակում այս ոճով, խնդրեմ։ Այ որտեղ մնացին բարեփոխումները, այդ հարցը պետք է տալ քաղաքասարակությանը ներկայացուցիչներին, ովքեր 3 տարի գլուխ էին լվանում, հարթուկում ու համոզում էին հասարակությանը, որ այս իշխանությունները գնում են բարեփոխման ճանապարհներով։ Այդ հարցը իրանց կտակ։ Իրանց հարցը կտակ նաև այդ ոնց եղավ, որ 3 տարի բարեփոխելուց հետո 3 տարի չէ, այս իշխանությունը 7 տարի իշխանության է, 7 տարի անձնվիրաբար ինչ որ գործողություններ անելու արդյունքում ոնց է ստացվում, որ մենք ականատես ենք լինում 2000, չգիտեմ, 96 թվականին բնորոշ գործողություն 2000 թվին, 2013, 2008, 2015, 2016, 2000 ու այդպես անսահմանափակ բոլոր ժամանակներում սա այն մեթոդաբանությունն է, որը եղել է բոլոր ժամանակներում։ Ինչու չի փոխվում ոստիկանությունը, ինչու այս իշխանությունը չգնաց ոստիկանությունը բարեփոխելու, կոնկրետ գործի հետ կապ չունի, ես ներողություն եմ խնդրում իհարկե դժողից, որտեղ ինքը հիմա բայց պիտի հասկանանք նաև որ խնդիրները ընդհանուր են եւ համապարփակ են։ Ինչու չի գնում փոփոխությունների, որտեղ այս իշխանություններին եւս պետք է ոստիկանություն, որը կկատարի ապօրինի հրամաններ։ Եվս պետք է իշխանություն, ոստիկանություն, որը որ կգնա բռնության, եթե այդպիսի հրաման հնչեց իշխանությունների կողմից։ Ես պնդում եմ, որ այս դաբրոն տրվել է իշխանությունների կողմից, որովհետև շատ կարճ ժամանակ 18 թվականից հետո մենք տեսել ենք չբարեփոխված, չլուստրացված, չվեցինգված, ոչ մի բան չարած, այսքան փող վրան չթափած ոստիկանություն, որը շատ նորմալ էր ու adekvat։ Շատ նորմալ հստակ իր գործողությունները իրականացնում էր։ Եվ մենք այն վերջում խոսելու տեղ չունեինք, բայց եկա որոշակի ժամանակ 20 թվականից հետո եւ ես համոզմունք եմ հայտնում եւ ես դրա ապացույցն էլ կարող եմ ներկայացնել դա հունիսի 12-ի բաց ամբիոնից թիվ 1 հարթակից ջատագովումն ու ծափահարություններն էր եւ բանի վարչապետի կողմից որ ոստիկաններ ավելի լավ տենց ներգործություն ունենան, իրանք ավելի շատ կպարգևատրեն եւ շնորհակալություններ հայտնում բռնության համար։ Դե պատկերացեք, եթե
ուղիղ եթերում թիվ 1 ամբիոնից են այսպիսի բաներ հնչում, պատկերացրեք թե ինչեր են հնչում, փակ դռների հետևից եւ ինչ հրանգներ են տալի եւ ինչ դաբրոներ են տալի։ Եվ մի բան էլ ես 1000 անգամ ասել եմ, բայց նորից պիտի կրկնեմ, երբ 19 թվականին սկսեցին մեկը մյուսի հետևից փակվել ոստիկանության բռնության բազմաթիվ գործեր, ամենահայտնիներն են, որոնցից Էլեկտրիկ Երևանը, Սարի թաղը ու էլի բազմաթիվ այդպիսի դեպքեր, երբ սկսեցին, որոնք չէին փակվել Սերժ Սարգսյանի ժամանակ, Նիկոլ Փաշինյանի օրոք երբ սկսեցին փակվել, ես այն ժամանակ եմ ասել, որ ոստիկանությունը կիրառել է նույն գործիքակազմը, որը կիրառել է 2000 մինչև 2018 թվականը։ Ու ցավոք սրտի սա գնալով ավելի խստանալու է, մեր հասարակությունը կարող է ականատես լինի շատ ավելի տխուր եւ թե քանակով, թե ծավալով, թե իր էության բովանդակությամբ շատ ավելի ծանր դեպքերի են ականատես լինելու։ Ցավոք սրտի այս իշխանությունն պետք է այսպիսի ոստիկանություն։